Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում եւ այս պահին մենք համատեղ ուժերով, համատեղ ջանքերով կներկայացնենք վերլուծություն առայն ինչ կատարվում է Հայաստանի սահմանների շուրջ, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, ընդհանրապես աշխարհում, քանի որ աշխարհը գնալով բավականին սրընթաց գլոբալիզացիայի ենթարկում եւ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն այդ գործընթացներին կարծես թե հաղորդել է նոր լիցք եւ նրանք ստացել են հավելյալ ակսելերացիա։ Այս ամենը այսպես թե այնպես ունի կապ եւ ընկնում է այդ ամենի շողքը ընկնում է մեր տարածաշրջանի եւ մեր երկրի վրա եւ մենք պետք է փորձենք հասկանալ թե ինչ է կատարվում երևի թե ինչ է կատարվելու եւ ամենակարևորը ինչպես մենք պետք է այս իրավիճակներում գործենք։ Այս ամենի համատեքստում ես այսօր ունեմ մի հյուր, որը կարող է բավականին մեծ օգնություն ցուցաբերել մեզ այս հարցում։ Դա Արցախի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն է։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև։ Ուրախ եմ ձեզ ողջունել մեր տաղավարում։ Սկսենք խաղաղության պայմանագրից։ Արդյոք այդ համաձայնեցված ամբողջությամբ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, կարծես թե 17 կետերը համաձայնեցված են, մեզ բերելու է խաղաղություն ըստ ձեզ։ Ըստ ինձ չի կարա մեզ բերի, ես դրա մասին բազմից արտահայտվել եմ, ինչի, որովհետև այդ բոլոր կետերը իրականության խաղաղության հետ որևէ կապ չունի։ Ունի պրոստը ցանկություն ունեք ինչ-որ խնդիրներ, ասում եք Սահմանազատումը չկա, սահմանադրության հարցը, որը Ադրբեջանի դրումա դուք ասում եք չկա, ճանապարհների խնդիրը չկա, բալա մեզ ինչ է բերում, որ այդ խաղաղությունը իրար հետ պետքա իրար կողքի ապրենք, իրար հետ համագործակցենք եւ այլ, ինչ կետա դա, որն է այդ, ինչն է մեր շահը կամ ադրբեջանցու շահը, որն է տեղ։ Դեռ ես տեսնում եմ մի հատ փաստաթուղթ ենք ստորագրում Ադրբեջանի հետ ձևական մենք ընտրությունների պատրաստվելու համար Ադրբեջանն էլ արևմուտքին ասի, որ գնում ենք էլի խաղաղության ենք գնում։ Սա է այդ ամբողջ փաստաթուղթը, ինչի փորձեմ հիմնավորեմ, ասենք առաջի հերթին մենք մեզանից ինչ-որ բան պետք է ներկայացնենք։ Ես բազմիցս ասել եմ, որ ճանապարհների խնդիրը Հայաստանի Հանրապետությունը իր հարևանները, ասենք Վրաստան, Ադրբեջան հռչակել են իրանց տրանզիտ երկիր, Թուրքիան բացի տրանզիտից հայտարարել է Իրան եւ Խաբ, որ ամբողջը կենտրոնանում է Իրան մոտից դեպի Եվրոպա եւ այլ աշխարհի բոլոր ծերերը։ Հայաստանը, որը ընկած է այդ երկուսի արանքում, ինչ է Իրան հռչակել։ Ինչ է ուզում։ Խաղաղության խաչմերուկ։ Խաչմերուկ դա մեր երկրի աշխարհագրական դիրքն է։ Հիմի այդ խաչմերուկը ո՞նց ենք պատկերացնում մենք մեր հասարակությունը, մեր իշխանությունները, եւ ինչ պետքա անի։ Ես իմ պատկերացումով ասեմ, մնացածը արդեն թող դատեն, ինչի մասին է խոսքը։ Հայաստանի Հանրապետությունը իր տարածքները Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ, Իրանի հետ եւ իր բոլոր հարևանների հետ պետքա բարձր մակարդակով թե երկաթուղի, թե ճանապարհներ կառուցի, նավթամուղ, գազամուղ, ինչ որ հետաքրքիր է մեր հարևաններին, դրանով իսկ Հայաստանը դառնա այդ խաչմերուկում, որտեղ կենտրոնական Ասիայի եւ Իրանի իսլամական պետության ամբողջ հարստությունները, էներգետիկ ռեսուրսները Իրանը ցանկանում է, որ Իրանով անցնի, գա իր մոտ, Իրանից Հայաստան, Վրաստան եւ Սերծով դեպի Եվրոպա։ Թուրքիան էլ ընդունում է Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա եւ կամ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա եւ մեջերական ծով դրից Եվրոպա եւ այլ։ Միջին միջանցք։ Միջին միջանցք։ Հիմի մենք պատրաստ ենք այդ խնդիրը իրագործելու, դրանով մեր կշիռը բարձրացնելու տարածաշրջանում, մեզանից ինչ-որ բան ներկայացնելու, թե ոչ, մեր ամբողջ արտաքին վեկտորը պետք է այդ ուղղությամբ աշխատի եւ դա իրագործելու, թե տնտեսապես, ասենք նույն այդ երկրները, այսօր Չինաստանը, շահագրգիռ միջին միջանցք ճանապարհը
եւ ընդհանրապես Հայաստանի տարածքը օգտագործելու դեպի դուրս գալ Եվրոպա, ճիշտ է ինքը պորտ է գնել Սևծովի վրա, որ կառուցի եւ իր մի մեծ մասը որ տեղափոխվի այնտեղ, բայց արի ուտես, երբ որ մենք առաջարկում ենք այն ճանապարհները, որը Հայաստանի տարածքով պետք է անցնի, որոշ տեղեր կա, որ իր ինքնաշահագրգիռ լինելու այդ տարածքները օգտագործի, ոչ թե պորտը, հա։ Սա այլ խնդիր է։ Դա համար պետք է մասնագետները նստեն, հաշվարկեն տնտեսապես բոլոր այդ հնարավոր ռազմավարական այդ ճանապարհների հարցը եւ այնուհետեւ միջազգային հարթակում այդ խնդիրը լուծել։ Սա առաջին խնդիր, որ պետք է քեզանից մի բան ներկայացնես։ Սա է մեր ունեցածը։ Դրանից էներգետիկ ռեսուրսները մեզանով տեղափոխվելով դա եւ ազդեցություն է եւ տնտեսության խնդիր է եւ ընդհանրապես քո դերը բարձրացնելն է։ Ինչ ենք մենք Ադրբեջան, Վրաստան, Հայաստան։ Մենք պետքա բալանսավորենք եւ այսօր Ադրբեջանը ինչքան էլ բարձրաձայն փորձում է, չգիտեմ, Բիջանսկ բառ օգտագործել կամ չգիտեմ ինչ, Բիջանս բառը ինքը գիտի որ չկա։ Մեր հայաստանյան խոսույթի մեջ մտցրել են Ադրբեջանի ղեկավարի մի անգամ հայտարարությունը ու ամբողջ ընդդիմություն, իշխանություն ստից ժողովրդին վախեցնում են, որ Ադրբեջանը մեզանից Միջանցք է ուզում։ Սուտ ասում։ Իսկ ինչի են դա անում։ Վախեցրած են պահում, նույնն է պատերազմի խնդիրը։ Չէ, նպատակը ո՞րն է դա։ Նպատակը իրանց հարցերը լուծեն։ Այն հարցերը, որ հասկանում են, որ դեբիլիզմ է, անցկացնեն, սղացնեն։ Սա է խնդիրը, ուրիշ ոչ մի բան։ Այդ բաղձալի իշխանությունը, իշխանափոխությունը դա ինչպես է մոտեցնում այդ վախերի գեներացիան Հայաստանի ներսում։ Մի թևը ասում է, որ գործող իշխանությունը դավաճան է, Միջանցք է տալիս, դա ընդդիմությունն է։ Իշխանությունն էլ ասում է, եթե մենք այս հիմի չանենք, այս փաստաթուղթ չստորագրենք, պատերազմ է։ Նայեք, երկու կողմը ստում են։ Երկու կողմը բացարձակ ստում են ու իրար աշկերին արવ, որտեղ երկուսին չի հետաքրքրում, ընդհանրապես մեր պետությունը, մեր ժողովուրդը, իրանք մեկին հետ գա իշխանություն ունենա, մեկն էլ պահի իշխանությունը, մեկն էլ ամեն գնով պահի իշխանությունը։ Ես ու դու էլ պետք է մտածենք, այս երկրի վերջը ուր է գնում, ինչ ենք անում։ Սրա մասին է խոսքը։ Մենք այն ինչից որ խոսում ենք, մեկը գալու են տեղ։ Այսօր չգանք, վաղն են գալու։ Եվ վախեցնելով, ստելով եւ այլ հարց չենք լուծելու։ Մենք պետք է բալանսավորենք մեր հարևան Վրաստանին, այդ տարածքով անցնում է, ասենք 100 միլիարդի ապրանք, հա։ Պետք է այդ 100 միլիարդը վնաս չտանք Ադրբեջանի հետ փաստաթուղթ, Վրաստանի հետ, որ բալանսավորված լինի, այս ճանապարհը բացելով մենք M1-ի խնդիրները չսարքենք եւ նրանց հետ սկսենք մեկ էլ խնդրեմ ունենալը։ Սա խնդիրները պետք է բալանսավորվի, սա մեկ։ Նույնը վերաբերում է Իրանի իսլամական պետությանը, որը ելի պետք է կարողանանք մենք բալանսավորենք, որ նա մտահոգություն չունենա մեղրիով երկաթուղի ճանապարհ, գազամուղ, նավթամուղ ունենալու Ադրբեջանը անցկացնելու Նախճիվան եւ ինչու ոչ դեպի Թուրքիա, հա։ Պետք է բաց այս բանակցություններից խոսել, խաբելով, գցել մեկը մյուսի վրա, բացատրել, որ ռուսը ուզում այնտեղ սահմանապահ ինքը պահի, հետո ասում է, քանի ճանապարհ չի լինելու, Լավրովին համոզել ենք, որ ճանապարհ չի լինելու, այդտեղ այդ ռուսի պագրանիչնիկը պետք չի լինի, սահմանապահ, այսինքն դրանով ում է խաբում, ինչ եք ուզում ասեք։ Ոչ մեկն էլ չպետք է լինի, մեր սահմանի վրա մենք պիտի լինենք։ Մեր սահմանները մենք կարող ենք պահենք եւ հնարավորություն պետք է ստեղծենք այդ ամբողջ գործողությունը անելով, գազամուղա, նավթամուղա, ապրանքները, ճանապարհները, մեր տնտեսությունը զարգացումն է, իսկ առանց ճանապարհների տնտեսություն չի զարգանում, որը բերելու է մեր բյուջեի մեծացման եւ կարողանալու ենք պրոֆեսիոնալ բանակի անցնենք, հզոր բանակ ունենանք եւ ինքներս մեզ պաշտպանենք, մեզ կարիք չունենք որևէ մի բևեռում լինելու։ Հա? Դուք ոչ բլոկային պետության կողմնակից եք։ Այո, ներկա փուլում դուք եթե նկատում եք այսօր Տրամպի գործողությունները
նոր դուք ասում եք, որ գլոբալիզացիա, ոչ գլոբալիզացիայի չի տանում է ինքը ինքնուրույն Ամերիկան հզորացման եւ Ամերիկան օրակարգ թելադրող աշխարհի մակարդակով։ Բայց այդ process-ները, ինչպես դուք ասում եք, հենց ալիքներով ամբողջ աշխարհով գնում են եւ ազդեցություն ունեն։ Ես դրա համար եմ ասում գլոբալիզացիա։ Այո, հիմի խնդիրը նա է, որ առայժմ դեռ դիմադրում են ոմանք, փորձում են եվրոպական պետություններից եւ այլն, բայց տնտեսությունը թելադրելու է իր խաղի կանոնը, հա, երբ որ նա ասում է էներգետիկ ռեսուրսները բալանսը չի երիքում ձեր, ես ու դու առևտուր ենք անում եւ 10 միլիոնի ես եմ արել, 7 միլիոնի դու, ասում եմ դե 3 միլիոն էլ ինձանից գազ ու նավթ առ, հա, բալանսը տուղի։ Դա թելադրանքի խնդիր է եւ հասնելու է իր նպատակին, կտեսնեք, ոմանք մեր երկրում, որ Եվրոմիություն էին գոռում, հիմի ձենները չի լսում։ Չկա, ուրա, չկա։ Դա մար է ասում։ Պետք չի որևէ տեղ գնալ։ Պետքա տեղում մնալ, զարգանալ այդ ձև։ Եթե մենք տեղում մնանք զարգանանք, գալու է մի իրավիճակ, երբ որ դու քեզանից ինչ-որ բան ես ներկայացնում, հա, ասեցի, էներգետիկ ռեսուրսներ, տնտեսություն, ճանապարհներ եւ այլ, քեզ հետ սկսում են խոսել երկկողմանի, նայած հետո արդեն կողմնորոշվելու ես, որ բլոկի մեջ լինես, թե չի։ Հասկանում եմ դե տրամաբանությունը ընդունում եմ, բայց տեսեք, բայց բազել մտնել մի բլոկ, որը որ գոյություն չունի, ինքը ազիվ իրան չի կարող բայ։ Հարցը հետեւյալն է այստեղ, ինչով է հակասում մեր ճանապարհը դեպի Եվրամիություն եւ մեր լավ հարաբերությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ այդ հարաբերությունների խորացումը։ Հակասությունը որտեղ է։ Ասեմ որտեղ է։ Հակասությունը ընդհանրապես, որ Եվրոպան այսօր քեզ չի ընդունում։ Չի ընդունում ուղղակի։ Դու շատ բան ես ուզում։ Ասում ես, ես ուզում եմ Եվրոմիության անդամ լինեմ։ Ես քեզ ասում եմ, ինքը չի ընդունում։ Դու խիես մի դուր ծեցում, որը քեզ համար չի բացվել։ Բայց իրենք այդպես չեն ասում։ Իրենք ասում են, դուք աշխատեք ձեզ վրա, փոփոխություններ կատարեք եւ ժամանակի ընթացքում Վերջ, էտա դուք ասեցիք։ Բոլորի համար է դա։ Ես էլ քիչ առաջ նույնը կրկնեցի, ասեցի, մենք աշխատենք այն հարցերը, որ մենք պիտի լուծենք, թե ներքին, թե արտաքին խնդիրները լուծենք, մեզանից ինչ-որ բան ներկայացնենք, իրանք են մեզ հրավիրելու։ Կտեսնենք, այն վաղտ կորոշենք, որ բլոկ ենք գնում ենք, թե չենք գնում, հա, բայց դուրը փակ քո վրա, դու ոչ մի բան չարած, դուրը ծեցում ես, որ ինչ անես։ Հետաքրքիր հարց է, փորձենք նաև խոսել, շարունակեմ ձեր միտքը կապված կոմունիկացիաների հետ, այն որ Թուրքիան, դուք էլ դա նշեցիք, Թուրքիան շահագրգռված է որպեսզի դառնա հաբ, բոլոր թուրքական դիրքորոշումը հայտնի է, Էրդողանը ասել է, մի անգամ չի ասել, բոլոր կոմունիկացիաները պետք է անցնեն Թուրքիայով։ Իրենց քաղաքականությունը դա է։ Հիմա այդ միջին միջանցքը, որը պետք է անցնի այդ թվում նաև Թուրքիայով, թուրքական շահերից բխում է միանշանակ, այստեղ որևէ խնդիր չկա։ Բայդենի վարչակազմի ժամանակ բխում էր նաև ԱՄՆ-ի շահերից։ Հիմա պարզ չի Թրամփի շահերից բխում է թե ոչ։ Բխում է Եվրամիության շահերից, հա, բխում է երևի թե Կենտրոնական Ասիայի երկրների շահերից։ Ադրբեջանի շահերից չի բխում։ Ինչու՞։ Դա ձեզ որ ասում է, սխալ է ասում։ Ադրբեջանը դեմ է դրան։ Դրան դեմ չի, Ադրբեջանը հենց դրա կատալիզատորն է։ Ադրբեջանը հենց ինքն է այդ գաղափարը առաջ բերել եւ Թուրքիայի հետ իր բոլոր գործողությունները ես դեռ 2009 թվականից դες ասում եմ, որ դուք շփոթում եք, որ Թուրքիան կարա Ադրբեջանի վրա ազդի, ճիշտ հակառակը Ադրբեջանն է ազդում, այսօր Ադրբեջանը այն կամուրջն է, որ այն Թուրքիայի մեծ երազանքը, Կենտրոնական Ասիա, Կովկաս եւ այլ Ադրբեջանի միջոցով է ինքը մտնում, էներգետիկ ռեսուրսներով, ամեն ինչը, որ Իրանով անցնի, դրա կամուրջը Ադրբեջանն է։ Չկա Ադրբեջան, այդ ամբողջ պրոյեկտը չի կարա իրագործվի։ Ադրբեջանը իր դերը գիտի եւ երբ որ դուք ասում եք Տրամփի խորհրդականը անվտանգության մասով Մոսկվայի թռմա Բաքու հետը զրուցում հետո գնում ասում դες ինքնաթիռը վարիչ կատարեց զապրավկայի համար բան դուք էլ երախու պես հավատում եք տենց չի
տենց չի, հենց դա խոսում է, այն մասին ինչից ես ձեզ ասում եմ, Ադրբեջանը այդ ամբողջ ձեր նկարագրածի մեջ գլխավոր խաղացողն է։ Ադրբեջանի վրա ոչ մեկը չի ճնշելու։ Ինչ է ուզում Ադրբեջանը, որ չեն տալիս, որ այդ պրոյեկտը չի իրականում։ Ես մեր խոսակցությունը սկսվելուց ասացի, որ Ադրբեջանը իրան հռչակել է տրանզիտ երկիր, Ադրբեջանը համարում է ասենց ասեն կենտրոնական Ասիա, Չինաստան, Ռուսաստան, այս բոլորը Իրանով գալիս են գնում, մի մասը իրա գնում է ուղիղ Թուրքիա, Թուրքիային հովանավորել է, որ դու տեղդ նստի, ես այս Հայաստանի վրա ճնշումները գործադրել եմ, ստանալու ենք այն ինչ որ ստանալու ենք, դու ասա, որ ամեն ինչ ինձանից է կախված, ես մնացածը անելու եմ։ Սա է սցենարն է, մերոնք իշխան ուզում են վազտան բանը Ստամբուլ, ոչ մի բան չի ստացվելու։ Միջև դեղ չի որոշ։ Բայց իրանց մոտ էլ չի ստացվում։ Ում մոտ։ Ադրբեջանցիների։ Այդ է ստացվում, թե չէ։ Դե չի ստացվում։ Օրինակ, ինչ չի ստացվում։ Թե ճանապարհը չկա, այդ միջանցքը չկա։ Ճանապարհը չկա, ճանապարհը բերելու են։ Ես էլ քեզ ասում եմ, այդ ճանապարհը դու անցնելու ես։ Մի սպասի, որ քեզ ակաժներից քաշեն տանեն։ Հասկանում եք, Ադրբեջանը, Թուրքիան այսօր ճանապարհը կառուցում են, իրանց մասը կառուցում են։ Դուք ինչքան եք վստահ, որ դուք ինքնուրույն առանց Հայաստանի համաձայնության կառուցում եք։ Այսինքն, դուք ինձ ուզում եք ասեք, որ դուք պատերազմ եք գնում։ Ինչ եք անում դուք։ Ինչպես հասկանում եք ձեր դերը։ Գուցե դա էլ է հոգեբանական ճնշման էլեմենտ կարևոր։ Հոգեբանական ճնշման, ինքնավստահությունը, թե որևէ այլ ճնշման, ես ձեզ ասում եմ, որ մենք մեր շահերից բխող պետք չի մեզ ստիպեն։ Մեր շահերից եթե բխում է, մենք կառուցենք, անենք, ստեղծենք այն ամբողջ հնարավորությունը, որ կարող ենք անել, հա։ Նայած հետո կտեսնենք ինչա փոխվելու, ում է փոխվելու։ Հասկանում եք, շատ բաներ չի ստացվում հեռուստատեսությունով ասել։ Ասենք, այն ինչից ես հենց այս րոպեին խոսում եմ, դա կատարելուց Ադրբեջանը Թուրքիան շահեցին։ Պահի տակ, վարկյանական։ Հետո բաց ինչ կլինի։ Այդ շահը որտեղով է ավարտվում։ Դա արդեն ժամանակը ցույց կտա։ Եկեք չմանրանանք այդ հարցերի մեջ։ Այո, մեզ պետք չի, որ մենք ընկած լինենք, ասենք ասենք, այդ ամբողջ պրոյեկտի մեջտեղը, ասենք, խցան, փակուղի ստեղծող, հնարավորություն չտվող, մենք չենք դա որոշելու։ Որոշելու են այն նրանք, ովքեր այս ամբողջ տարածաշրջանում, Ռուսաստանը, Կենտրոնական Ասիան կորցնում է, Չինաստանը շրջանցում է Իրան, կորցնում է Կովկասը, հա, նույնն էլ Իրանի համար է վտանգ։ Հիմի այս երկուսը իրանց տանը նստել են, այս խեղճ հայերին դեմ են տվել էլի նորից կրակի, Ղարաբաղը քիչ է, այս հայերն էլ քյալ էլի իրանց հարցերը դնում են, ասում է դե մեկը կնեղանա, հետո ասում է չէ, բա այս ռուսները մեզանից կնեղանան, հա պարսիկներն էլ են նեղանալու, հետո բա մենք տրորում ենք մեր ազգայինը, տրորում ենք ոտոպ, պահելով ուրիշների շահ, ես սրա մասին եմ խոսում, հենց մենք փոխենք մեր դիրքորոշումը, աղագի մեր դիրքերը լավանալու է, են իրանց տանը նստած ժողովուրդն էլ շուշուտ գալու են Մահամեդի մոտ, ոչ թե Մահամեդն է գնալու միշտ։ Տեսեք, որքանով ես հասկանում եմ եւ վարչապետ Փաշինյանն էլ մի քանի օր առաջ դա ասաց եւ գրեց իր հոդվածում, որի վրա հղում կատարեց, որ մենք ճանապարհ տալիս ենք։ Վերահսկողության խնդիր կա, վերահսկողությունը պետք է լինի մերը։ Վերահսկողության խնդիր չկա, դու ապրում ես 21-րդ դարում, սկաները լուբոյ տեղից աշխարհի ցանկացած, եթե դու ասիական միության մեջ ես, դու կոմպյուտերը դրած, դու Մոսկվայից նայում ես, ինչ է անցել այդ բանով, եթե ինչ-որ մի բան կա վտանգավոր, կարաս բա մաքսազերծումը։ Նոր մաքսազերծումը էլի էլեկտրոնային մաքսազերծում ես անցնում։ Մենք իրանք ասում են չպետք է մաքսազերծել, մենք պետք է ինչ ուզենք տանենք, բերենք, իրանք են ասում։ Գիտեք, եկեք դուք գործող իշխանության թեզերը մի օգտագործեք։ Չէ, ես Ալիևի ասածներն եմ ասում։ Ալիևը դες բան չի ասում, եթե ասում է սխալ է, ես ձեզ ասեմ։ Իրանք մեր հայտարարություններից մի քանի անգամ հետո անդրադարձել են, որ իրանք համաձայն են Կալինինգրադի տարբերակը ընդունեն, իսկ Կալինինգրադը
դուք շատ լավ գիտեք, որ մաքսազերծում է, նորմալ է, ուղղակի հեշտացրած կարգ է, ճիշտ է, թե չէ։ Ընդհանուր առմամբ այո։ Այո։ Հիմա մենք էլ հայտարարել ենք, որ դա մենք չենք ընդունում, Կալինինգրադի տարբերակ բան, մենք ունենք խաչմերուկ, խաղաղության խաչմերուկ ծրագիրը անում ենք դա, թե դա ինչ է նշանակում, ոչ մեկ չգիտի։ Գիտի մենակ մի մարդ, մեկ էլ պատմում, այլ մի թուղթ անում, ասում աստեղով գնացին, դեղով գալու են, բան ժողովուրդ ձեր արժեվ, հետո խնդիրը այնքան չի մեղրին, ես ձեզ վստահեցնում եմ, որքան որ ասենք Իջևանով, Թովուզով մտնելու է Իջևանով Գյումրիով մտնի ղարս, ավելի կարճ ճանապարհ է, կարաս ինչ ասում եմ, փորձես ստուգես, Կասպյան ավազանից, հա, գնում ես Գյումրի, Գյումրիով ղարս, տայլ ես հաշվում, Կասպյան ավազանից գնում ես Մեղրիով, Նախճիվանով, էլի ղարս, որտեղ բանը սետ դարոգի վիդեո դռիմ, դա Կասպին, բանն է էլի ղարսն է իմի, Թուրքիայի բոլոր ճանապարհները գալիս է ղարս, ղարսից բաժանվում, որ իմանաք, ասինքն այդ ամբողջ գալու է ղարս, ղարսից բաժանում, հիմի հաշվեք, 615 կիլոմետր Կասպիից հասնում ես Գյումրիի սահմանը անցնում ես, 900 քանի կիլոմետր Մեղրիով ես գալիս։ Բայց այդ դեպքում ինչու են ադրբեջանցիները այդպես համառորեն Սյունիքի մարզով ուզում այդ ճանապարհը։ Նույնիսկ եմ ասում, իրանց պետք է բոլոր այդ ճանապարհները ալտերնատիվ Վրաստանին շրջանցելու, Վրաստանը լուրջ թելադրում է։ Էլի շրջանցում է, Գյումրիով չի շրջանցում։ Գյումրիով էլ է շրջանցում, բայց այդ մեկով Նախճիվանն էլ է կարճ կապում։ Իր համար դա խնդիր է, որովհետև այդ ճանապարհը իրանք ինչի համար են գազը, նավթը, բոլոր այդ խնդիրները լուծելու էներգետիկ ռեսուրսները ամենակարճ 43 կիլոմետրն է, միայն 165 կիլոմետրի տրանզիտ մուծես, միայն 43 կիլոմետրի տրանզիտ մուծես։ Գալիս ենք նրան, որ ինքը այնուամենայնիվ, երբ որ քեզ ասում այս տրանզիտ չեմ մուծելու, բայց все-таки մտածում եմ տրանզիտի մասին։ Այսինքն եկեք հավատանք, որ տրանզիտի խնդիրը լուծված է։ Ես օգտագործելով այս հաղորդումը կխնդրեի մեր ամբողջ քաղաքական դաշտին, որ եզրույթը միջանցք բառը մոռանալ, չօգտագործել։ Տես բան չկա։ Տես բան մեր քաղաքական դաշտը ինքը դրել է, ինքն էլ շրջանառության մեջ գիշեր-ցերեկ թմկահարում է։ Չկա նման բառ, գոյություն չունի, չի ունեցել։ Տեսեք, պարոն Բաբայան, այս ամենի համատեքստում, որքանով ես հասկանում եմ, մեր իշխանությունները փորձում են Թուրքիայի հետ ինչ-որ նոր որակի հարաբերություններ ստեղծել եւ տեսնում են այդտեղ ինչ-որ հնարավորություն Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու եւ Ադրբեջանին տանել ավելի արագ քայլերով, միգուցե տանել դեպի խաղաղություն։ Այս հաշվարկը կարող է արդարացված լինել։ Թուրքական դերակատարումը ո՞րն է այս կոնֆլիկտում։ Որևիցե պարագայում թուրքական դերակատարությունը նա է, որ եկել են Ալիևի խնդրել, Ֆիդալով երբ որ եկել է այս վերջում, որ այդ թուղթը, այդ որ անունը դրել է խաղաղություն, այդ թուղթը ձևական ստորագրեք, այնքանով էս հայերից բարձնենք, սրանք գիշեր-ցերեկ լացում են մեր մոտ։ Հասկանում եք, դրա համար ես ասում եմ, մենք գնում ենք իրական խաղաղության, մեզանից ինչ-որ բան կա, ասենք փող զիջմանի իրար տարածքներով անցնելու, իրար հետ առևտուր անելու եւ այլ, իրական խաղաղության են գնում, թե մենք մի թուղթ ենք ստորագրում, մի թիմը այսօր գործող իշխանության դա ընտրության համար է պատրաստում, Ադրբեջանը միջազգային հարթակում անենից են, որ ողջունում են, որ հայերը ադրբեջանցիք ասել են ինչ-որ խաղաղության փաստաթղթի ողջունում ենք։ Որի համար ենք անում, էլի, թե մեզ համար ենք անում, մեր ժողովրդի, մեր պետության։ Մեր պետության, մեր ժողովրդի համար ոչ մի բան չկա։ Նայեք, տես ինչ ական եք դնում դուք այսօր պետության տակ։ Բացատրեմ։ 1925 թվականին Հայաստանի Հանրապետությունը քարտեզագրվել է, սահմանազատում են արել, որի սահմանները Սովետական միության
երբ որ մեջ ես մտել, այդ սահմանները կա գրած, ատլաս գիր կա, բոլոր պետությունների քարտեզները եւ նրա տարածքի չափսը, 30,948 քոննա գրված, կարծացիք Ադրբեջանը, դա երբ որ մտել ես Սովետ միություն, հիմի Սովետ միությունից դուրս ես եկել, դարել է 29,700 քանի, 43, այսինքն հիմի այս պետության տարածքում մի ամբողջականության մեջ մեկը չոբան է եղել էս արոտավարը տվել են իրան, մեկը հիմի երբ որ մենք սովետից բաժանվել ենք, մենք մեր տարածքներով պիտի բաժանվենք, ինչով մտել ենք, չէ՞։ Մենք ասենք 91 թիվ բան, հələ Ադրբեջանն ասում է դա էլ չեմ ընդունում բան, հետո ասենք մենք գիտենք վկայական չունեինք, մենք ամեն ինչ ունենք, հանեինա, այն ինչից ես խոսում եմ, համ վկայականը, համ ինչա, մենք դա անտեսեցինք, ինչի, ձեզ թվաց որ դուք այս 75 թվի քարտեզով եք խոսում կամ 71, այս Ադրբեջանը գնում է ու ձեր հետ ստորագրում է։ Պարզվեց, որ դա էլ չանում։ Եվ չի անելու։ Միջև չխելով քանակ։ Այսինքն, այդ ինչ որ խոսում եմ, այդ ճանապարհները կառուցում են, դա բանը համանազատում անելու ենք 25-26 թվի քարտեզով, ինչից խոսում ենք, նոր այդ ճանապարհները բացելու է, աշխատելու ենք իրար հետ։ Ես ձեզ վստահեցնում եմ, իրան գնալու են դրան։ Ուզում եք մի հատ էլ ապացույց ասեմ դրան։ Երբ որ դուք ասում եք մեղրին տալիս էինք, որ Ղարաբաղը մեզ տան։ Այսինքն իրանք այդ ճանապարհի համար պատրաստ էին Ղարաբաղ ձեզ տային, չէ՞։ Բայց մի խիա ձեզ թվում, որ ճանապարհը բացելով իրանք Հայաստանի իրական սահմանը չեն ընդունում։ Ով է ասել։ Պարոն Բաբայան, այնուամենայնիվ կա առանցքային հարց, հա։ Հաշվի առնելով տարբեր շահերը, ռուսական շահ, թուրքական շահ, իրանական շահ, ամերիկյան շահ, միգուցե նաև Եվրամիության շահ, ես էլ տարածաշրջանի երկրների մասին չեմ խոսում Հարավային Կովկասի, ում դրոշի տակ է, ում հովանու տակ է նախագիծը իրականանալու, որտեղ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն այստեղ ունեն դիամետրալ 180 աստիճան տարբերվող շահեր։ Նոյեմբերի 9-ը տեղի չունեցավ, չէ, չիրականացավ։ Հիմա եթե չիրականացավ, ես կարող եմ ենթադրել, որ սա ամերիկյան մոդերացիայի տակ է լինում, այս խոշոր նախագիծ է, իսկ սա խոշոր նախագիծ է։ Այստեղ է խնդիրը, չէ՞, միգուցե օրինակ Մատվիենկոն, հա, գնացել է Բաքու, ասում է մենք որևէ խնդիր Ադրբեջանի հետ չունենք, մեր երկու երկրների ապագա հարաբերությունները ես վստահ եմ զարգանալու են։ Սա էլ է, չէ՞, օրակարգի խնդիր։ Այո, հիմի ինքը այդ Մատվիենկոն կլինի կամ Ռուսաստանը բան, մեր խնդրեմը որտեղից է սկսում, երբ որ մենք սկսում ենք մտածելը ոչ թե մեր շահերից, այլ ինչ է լինելու Ռուսաստանը, ինչ ուզում է լինի, իր խնդիրն է, ինքը չի ասում շոկոլադնի հարաբերությունն է, դու տենց էլ պայ։ Միգուցե Ադրբեջանը դրա համար չի գնում այդ ճանապարհով։ Չէ, հիմա Ադրբեջանն էլ քեզ արեմուտքին ասում է, որ այս հայերը ճանապարհը չեն բացում, այն ՄԱԿ-ի ամբիոնում, բանի Ամերիկայի կոնգրեսում, երբ որ հայտարարում են, որ միջանցքը պիտի լինի, ու դուք չեք լսում, հետո եվրոպացին ասում է, մենք պատրաստ ենք 10 միլիարդ եվրո գալիս է Ղազախստանում, ասում է, պետք է այդ ճանապարհը կառուցենք, որ կենտրոնական Ասիան ու Կովկասը դուրս բերենք Ռուսաստանի ազդեցությունից, մենք օգտագործելու փոխարեն այդ ֆինանսները, այդ ճանապարհները վերակառուցելու եւ այլ, մենք դա ասում ենք, բա ինչ կասի էս մի հարևանը, ինչ կասի է մյուս հարևանը, այդ հարևանը քեզ տվել է շների բերան, ասել է թող ուտեն։ Ինչի մասին դու սոր մտածում ես։ Հիմա ասում եմ, եկ դու քեզանից խոսի, քո շահերից։ Փորձի քո հարևանը Իրանն է, ասենք այդ վառելիքը Ամերիկային հետ բանակցի, որ կներեք մենք պատրաստ ենք միջանցքի, բայց կա իրանական շահեր, որ մենք շրջանցում ենք, բերեք այդ գազի իմբարգոից, այդ մարդկանց հանեք, այդ գազն էլ գնա, որտեղ Եվրոպան հիմի կապույտ վառելիքը Ռուսաստանից չի ուզում, թող ալտերնատիվ մի հատ էլ գիծ ունենան, հետո Իրանը Իրան իսլամական պետությունը կենտրոնական Ասիայի նավթը, գազը եւ այլ ամբողջ ուզում է Իրանով գնա, իր տարածք կա, խապ դառնա, դերից գնա։ Դա նորություն չեմ ես ձեզ ասում, դա փաստ է, երբ որ իրանք ասում են Կասպյան ավազանով դուք իրավունք չունեք որևէ մի խողովակ անցկացնելու, հա, եւ երկար տարի այդ կռիվը գնում է հենց գաղտնիությունը դրա տակ, էտա, ասենք այն կողմին Ռուսաստանն է, այս կողմին Պարսկաստանն է, որն է, հիմի Կասպյան ավազանի
բանը չի թողում խողովակ հասկացնի, կամ դի Չինաստանին վաճառես, Ռուսաստանին կամ Պարսկաստանին։ Պարսկաստանը մի խոսում է, որ թուրքմենական գազը իր տարածքով գնա Թուրքիա, գնա Իրաք վաճառի եւ այլ։ Այսինքն երկուսն էլ ուզում եմ ինչի եմ բերում ձեզ, որ Թուրքիան ու Իրանը ուզում են խապ դառնան։ Մեկը Ռուսաստանը ուզում է Ադրբեջանի միջոցով դուրս գա Պերսիցկի զալիվ, շրջանցելով երկու նեղուցը, հա, դրանով դուրս գալ Հնդկական օվկիանոս եւ Հնդկաստանի հետ առևտուր անել Չաբահարով։ Հա? Չաբահարով։ Այո։ Հիմի Ադրբեջանը դա հասկանալով իր դերը, տեղ Թուրքիային է վնաս տալիս այդ խնդիրը լուծելուց։ Լուրջ խնդիրներ ունեն, իմի Իրանն էլ հասկանալով, որ Ադրբեջանին հետ հնարավորություն տալու, հետո ժողովրդի շփումը շատանալու է, հետո պրոբլեմա լինելու իր տարածքում։ Ինքն էլ տեղաձգձգում։ Մենք ասում ենք, այդ որ ասում ենք Ռուսաստանը մեր սահյուզնիկն է, Վրաստանով, Հայաստանով թող անցնի այն Զանգեզուրի երկաթուղին կառուցի, հա, զոտկով կամ, չգիտեմ, բանից Կառուցի տանը իր ապրանքը դուրս կանդեղ, խի Ադրբեջանով տանում։ Հա, չի իմանում, որ Ադրբեջանը իր դեմ է քաղաքականությունը վարում։ Դե Մատվիենկոյի խոսքերից դատելով իրենք ամենամտերիմ դաշնակիցներն են այս բանի։ Դե մտերիմ են, մենք էլ ասում ենք, եկենք, որ մենք այդ մտերիմությունը իրոքը զգանք, հենց այդ ճանապարհները կառուցում ենք, մենք մտերիմության աստիճանը իսկույն զգում ենք։ Նույն օրն ենք զգալու։ Հասկանում եք, ինչքան մենք մեզ բահենք այս ձև, մենք երբ որ ես ասում եմ, այսօրվա Հայաստանի իշխանությունը ամենաընդունելին է Ռուսաստանի իշխանության համար, սոր, դուք ասում եք, չէ, ես ինչ ասում, մենք Եվրոպայի իշխանություն ենք, դեպի արևմուտք ենք գնում, չէ, դուք այսօր անում եք ինչ որ Ռուսաստանը ուզում է, այսօր Ռուսաստանը չի կարող քեզ ոչ մի բանով օգտակար լինի, Իրան ձեր կատալես, ինչ կա ասի այսօրվա իշխանությունն է մեղավոր Հայաստանի, հա, որ ինք ձեր չի ասում, ոչ բանով օգտակար լինի։ Բայց ժամանակ ձգի այդ իշխանությունն էլ անեն ինչ որ Իրան է պետք, որ ոչ մի տեղ չի գնում, այլ մեջտեղ կաղնած, չգիտի մի ոտը դնի են կողմ, թե մի կողմ։ Իրան լրիվ ձեր կատալես այս իշխանությունը։ Եվ Իրանի մասով, պարոն Բաբայան, Հայաստանում կա կարծիք, շատերն այդ կարծիքը կիսում, որ Իրանի եւ Հայաստանի շահերը Սյունիքի մարզի հարցում համընկնում են եւ 22-ին, երբ որ վերջի անգամ լայնածավալ ագրեսիա եղավ ադրբեջանական Հայաստանի նկատմամբ սեպտեմբերին, հենց Իրանն էր այն կենտրոններից առնվազն մեկը, որը այդ ագրեսիան կանգնացրեց եւ Իրանը թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը Սյունիքի մարզը գրավի կամ այդ միջանցքը, ինչպես իրենք ասում են, բացի։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դուք այդ տեսակետի հետ համամիտ չեք եւ ընդհանրապես Իրանի հետ հարաբերությունները Հայաստանի ինչպիսին պետք է լինեն եւ ինչ ընդհանուր շահեր մենք ունենք, որի հիման վրա մենք պետք է այդ հարաբերությունները կառուցենք եւ զարգացնենք։ Եթե այդ կարիքը կա իհարկե։ Այդ կարիքը կա Իրանի հետ նորմալ հարաբերություն պահել, առևտրային, համագործակցության, կուլտուրայի տարբեր մասերով, բայց հույսը դնել, որ Իրանը վաղը զորքերը մտցնում է ձեզ պաշտպանի, դա միամտություն է։ Իսկ ինչու՞։ Որտեղ առաջինը Իրանը դա չի կարող անի, չի անելու, դա մեծ խոշոր պատերազմ է տարածաշրջանային, վերածվելու մի մեծ խոշոր պատերազմի, որը կենտրոնական Ասիայից, Իրանից, Թուրքիայով, Կովկասով ամբողջովին, հետո դրան ներքաշվելու եւ Կովկասի, Սևեռնի Կովկասի ժողովուրդը, դա նրանք ովքեր միամիտ են, չեն հասկանում ինչից են խոսում, ասում են դրա մասին։ Իմի ես փաստերով խոսեմ։ Թուրքիան իր զորքերը խնդիր ադրեք մինչև 28-29 թվականը արձիականացնել, հզորացնել, բանակի չափը մեծացնել, նոր ինքնաթիռներ, տանկեր եւ այլ, որը ինքն է արտադրում։ Դրա հետ պարալել աշխատում է Ադրբեջանը իր ամբողջ հզորությունը ուժեղացնելով, իհարկե Հայաստանն է մեղավոր, Հայաստանի դեմ անում, բայց Հայաստանը կապ չունի դրա հետ։ Իրանի իսլամական պետությունն է, իրանց խնդիր ունեն դեր լուծելու։ Սա երկուս։ Իսրայելն էլ դա այդ երկու ջղացին ջուր է լցնում, հլավոր։ Հիմա կարող է Թուրքիան
Սիրիայում 300,000 բուսոր սկսի իրական սարքել, Իսրայելը արդեն տեղ ջուր չածի, հա, ասենք, այնտեղ կոնֆլիկտը ավելի մեծանա, որովհետև 1 միլիոնանոց բանակով Թուրքիան դուրս է գալիս Իսրայելի սահման։ Դες բան չի եղել պատմության ընթացքում Իսրայելի սահմանին, իմի Սիրիան եւ Լիբանանը եւ Թուրքիան համարի մի պետություն է արդեն։ Եվ նա հզորացնում է իր ազորքը, իզուր չի, որ Իսրայելը 9 բազա դրեց միանգամից Սիրիայի տարածքում։ Իդեպ արճակատման վտանգ տեսնում եք Սիրիայի տարածքում թուրք-իսրայելական։ Ես գտնում եմ, որ այո, բայց փորձեմ հիմնավորեմ, երբ որ Թրամփը Իրանին նամակագրում ասում է դուք պետք է ատոմային ռումբից հրաժարվեք, հետ կանենք, մնացածը թույլ ենք տալու։ Ես չեմ գտնում, որ դա Իսրայելի խնդրանք չի, որովհետև Իրանը դարել է երկրորդ պլան այդ հարցում Իսրայելի թշնամի լինելով, երկրորդ պլան իր համար ավելի շատ հետաքրքրում է Թուրքիան, որը սահմանի վրա է եւ այլ, ինչի մենակ դա Գազայում էլ է Թուրքիան ղեկավարողը։ Գազան չի ընդհարվել Իրանին։ Այսինքն այս խնդիրները ամբողջովին բերում է նրան, որ այո, նման վտանգ կա եւ մենք պետք է սա գիտակցելով մեր քայլերը անենք, հաշվարկներով անենք եւ երբ որ ես խոսում եմ այդ ամբողջը տեսնելով ռազմավարություն եմ ասում, ինչ անենք, իմ տեսակետ, կարող է սխալը, չգիտեմ, թող։ Սա իրականությունն է, սա նայա ինչ պիտի անենք։ Հիմի ինչ վերաբերում է Իրանին, հույս կապել ընդհանրապես, տենց հույս են կապել Ռուսաստանի հետ, Իրանի հետ, պատերազմի ժամանակ մեզ կողքնեն Ղարաբաղի հարցում եւ այլ, ինչ են ասել, ասել են եղուն գունես գլուխդ քորի։ Հիմի եկել է Զանգեզուրի հարցը, նորից ասում եք, բա Իրանը չի անելու, չէ, էլ է ասելու է եւ ինքը այսօր էլ ասում առաջի խրամատում դուք եք։ Եթե կռվեք, հետո մենք կտեսնենք։ Այնպես որ բոլորն են տենց ասում, պարոն։ Այնպես որ մենք պարտավոր ենք մեր հարցերը լուծենք, եթե ես տեսնեմ, որ այդ հնարավորությունը չկա, ես կասեմ, հա, ժողովուրդ, հիշում եք, ես մի անգամ Ղարաբաղի հարցով է, որ ասի մտեք մանդատի տակ։ Ոմանք ասին դա ռուսական մանդատ է, մեկ մանդատը առաջինը որոշում է անվտանգության խորհուրդը, դա 5 պետություն է, իրանք են որոշում որ պետության մանդատ լինի, բայց դուք պետք է առաջարկեք, ես իմ գրքում որ գրել եմ Եվրամիության մանդատի տակ, չեմ գրել ռուսական, իմ ձևակերպումը նա եղել, որ մանդատի ներքո հետո դուք բանակ չեք պահում, չեք հզորացնում, բանակի խնդիրը չեք կարող լուծեք, հետո դուք չեք կարող փոխզիջման գնաք, հա, ձեզ մնում է մանդատի ներքո լինեք, դուք ոչ նա արիք, ոչ նա, իմի ուրա Ղարաբաղը չկա, ով է պատասխան տալիս, ոչ մեկը, բոլոր իրար վրա գցելով, հիները նորի վրա, նորը հինի վրա, ու տենց գնդակի պես խփելով, տշելով գնում եք։ Մենք հիմա այս հարցին կանդրադառնանք, պարոն Բաբայան, Բաքվում շարունակում է այդ շինծու դատավարությունը, այդ բառը չեմ ուզում օգտագործել, դատարան, շարունակում են հարցաքննել, տարբեր հայտարարություններ են, կարծես թե հնչում ենք, դա չենք լսում, բայց ադրբեջանական ԶԼՄ-ները մեզ հաղորդում են, ինչ որ մեղադրյալները, որոնք նստած են աթոռին, Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարություններ են անում, ըստ ձեզ Բաքվի, Ալիևի հիմնական նպատակը այս դատավարության ո՞րն է, ինչ նպատակ է հետապնդում։ Ալիևը երկու նպատակ է հետապնդում, մեկը չի, մեկ աշխարհին Հայաստանի մեղավոր դարձնելու այդ մարդկանց միջոցով, որ Հայաստանն է պատերազմել, այլ ոչ թե ինչ-որ Ղարաբաղը բան, Հայաստանը պրոստը ընդհանրապես օգնել է, երկրորդը, որ այդ Ղարաբաղի այդ տարածքում ինչ-որ կատարվել է եղել է ռուսական հսկողության տակ։ Դուք լա առաջի մասն եք նայել, էցա որ գաք հասնեք երկրորդ մասին այդ ցիրկին, ես ցիրկ եմ ասում, էլ այդ դատարան չտեղ, դատարան չկա, տեղ տեսնելու եք, որ խոսում են եւ դրանից, եւ հաստատուն են ասելու այն նույն մարդիկը, որ մի երեք ասում էին, այս ինչը հերոսատս իրան ոնց պահեց, մյուս օրը ասում է, քանի բանակ, քանի զինվոր եղավ, ինչ եղավ, ոնց եղավ, ով եկավ, ով գնաց, հետո սուս են մնում, միջև մի հատ էլ հերոսություն անեն, այնպես որ կամ
հայտարարություն անել բանտից ժողովուրդ գիտեք ընդհանրապես ես 3 անգամ անցել եմ այդ բանտերով, հա, եւ Բաքվի այդ որտեղ իրանք նստած են եւ Հայաստանի եւ Ղարաբաղի գոնե այդ փորձը ունեմ, որ քաղաքական հայտարարություն չես կարա անվտանգության շենքից անես, եթե իշխանությունը դա չի ուզում։ Սա մեկ։ Դրանով ավարտենք այդ մասը, երկրորդ երբ որ մարդ իր սխալը ընդունելու փոխարեն ասում է ես ճիշտ եմ եղել, որ 120,000, 150,000 ժողովուրդ հիմի փախստական են։ Խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին է։ Ռուբեն Վարդանյանի մասին է, հենց անձամբ իր մասին է, եւ այստեղ խնդիրը ազնվորելը չի, այստեղ խնդիրը նա է, որ գոնե մարդը հասկանա, որ մարդիկ հարյուրամյակներ, հազարամյակ այդ հողի վրա ապրել են, մի անգամից դարել են փողոցում, գոնե ձեր սխալ քաղաքականությունից դուք որ եկել եք Ղարաբաղ դեկտեմբերին նստել եք, նոյեմբերին նստել եք պաշտոնի, դեկտեմբերին ճանապարհը փակել են։ Ու դրանով սկսվել է այդ ամբողջը, այդ ժողովուրդը այսօր ասում գոնե կես բերան ներողություն խնդրի, որ այդ ժողովրդի այդ ճանապարհների փակողին եւ այլ դու մեղք ունես։ Քո գործունեությունը եւ ես հո ավելի խորը գիտեմ ինչ մեղքեր է, ինչի մասին է խոսքը, բայց քանի ես սպասում եմ, որ ինքը կընդունի, որ ինքը սխալվել է, որովհետեւ ինքը առաջի իր հայտարարության մեջ ասում է, որ ադրբեջանցիք շատ լավն են, պուպուշ են, մեզ իմ հետ միասին եկեղեցի բան են կառուցել, չգիտեմ, Շուշի վերանորոգել, հետո ասում է, ստեղ ինձ ճիշտ է, թշնամի են նայում, բայց ես մեկ ոչ մի խոսքով ադրբեջանցուց հետ կողքի ապրելու ենք, լավա լինելու եւ այլ։ Առաջինը դա է, երկրորդում արդեն նորից sense, երրորդում կներեք, ես կասեի, որ մարդը փորձում է քաղաքական դիվիդենդներ ինչի համար, ով է տալիս։ Առանցքային հարց է դա։ Ինչի համար են այդ հնարավորությունը տալիս, ինչ են անում։ Վախեցնում են, որ ոմանք Հայաստանում այսօր շուտ զիջումների գնան։ Ինչ է կատարում։ Ռուբեն Վարդանյանի միջոցով։ Բայց ինչու է դա։ Կգա վաղը Սիտակ ձիու վրա հերոսական Բաքվի բանտում պայքարած ու բոլորդ էլ միացեք հանուն հայրենիքի Ալիևը Նիկոլ Փաշինյանին շանտաժ է անում, որ Ռուբեն Վարդանյանին կարող է որպես հողում օգտագործել, որը դրվելու է Փաշինյանի տակ։ Նիկոլ Փաշինյանն է միշտ շանտաժում, ինքը իրան շանտաժ անում, առավոտից իր գուն ասում է, եթե մենք սա չստորագրենք, սա է լինելու, կռիվ կսկսենք անել։ Նիկոլ Փաշինյանին իմ կարծիքով այդ հնարավորությունը ոչ մեկ չի տա բանտարկած դատական process-ի ժամանակ դատաքննությունը ընթանում քաղաքական հայտարարություններ անելու դա սուտ է ես կարամ դա ասեմ հիմի ինքները դատեք ինչ են այդ հնարավորությունը ստեղծում դրա պատասխանը խոր մի մտածեք շատ խոր մի իջեք հայկական տարբերակը թողեք սեղանի վերև դրած է խաղաղության պայմանագիրը Չգիտեմ ինչ պայմանագիր է ինչա։ Ну տենց է կոչվում։ Բայց շատ շուշուտ է լինելու այդ խաղաղության պայմանագիրը, բայց խաղաղություն չի լինելու։ Էսա պրոբլեմը։ Իսկ Ադրբեջանի ինչին է պետք այդ պայմանագիրը այդ դեպքում։ Եթե այնտեղ չկա դեմարկացիա, դելիմիտացիա, սահման։ Ասեմ, Ադրբեջանին պետք չի, բայց ձեզ ասեցի, որ արևմուտքին արևմտյան պետություններին, որոնք ողջունեցին, հայտարարեցին դրա մասին եւ այլ, եւ Թուրքիային դա պետք է։ Թող ստորագրեք, մեկը նոյեմբերի 9-ի ստորագրությունը ոչ չեղյալ դարավ։ Պետք է պատերազմը սկսեց ավարտեց։ Նույնն էր դա կլինի, ասենք նույն Հիտլերն էլ է սովետի հետ պայմանագիր արել, հետո կռիվ են սկսել, մյուսն այնպես որ այդ պայմանագիրը խաղաղություն չի, կախվածությունը իրարից, ինչքանով ենք մենք իրար հետ, իրար համագործակցում, իրարից կախված վիճակում եւ այլն, հա։ Այդքանով էլ մենք խաղաղ ենք ապրելու։ Մնացած բոլորը սուտ է։ Թուղթի վրա
ինչ ուզում ես ստորագրի, գրի, դա ոչ մի բան է։ Պարոն Բաբայան, ես Ռուբեն Վարդանյանի հետ կապված այս իրավիճակում մեկ հարց կա, որի պատասխանը ես չունեմ, տարբեր վարկածներ եմ լսում տարբեր տեղերից, ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ կարևոր է, որովհետեւ մենք հասկանանք այս իրականում այս ինչպես դուք ասում եք ցիրկը, որը Բաքվում կա, նրա նպատակը որն է կապված Հայաստանի հետ, Ռուբեն Վարդանյանը ըստ ձեզ ինչի է եկել Արցախ ի սկզբանե։ Նպատակը որն է եղել, որ նա դարձել է պետնախարար։ Ես չեմ ցանկանա դրա խոր նպատակը այդ իրավիճակը ինքը իր հայտարարություններով ասել է պահել, պայքարել ինչով ոնց ներքին կարգով իրաց խոհանոցում ասում ամեն ինչ կորցրած է, բայց հրապարակում պայքարում ենք մինչև վերջ։ Սա ինձ ասում է, որ ժերտվան կա, տանք ժերտվա հետագայում մեր պլաշատկան ստեղծելու։ Ինչ այլ ինչ մտածելակերպ են ունեցել, որտեղ համաձայնցրած, ինչ նպատակ են հետապնդել, դա թողենք պատմությանը։ Ես չէի ցանկանա։ Շատ լավ, եւ երևի թե պարոն Բաբայան վերջի հարցը, տրամաբանական հարցը անընդհատ տեսնում ենք վերջին օրերին, 3 օրերին Ադրբեջանի կողմից գալիս է հերթական ապատեղեկատվության ալիքը, Հայաստանի կողմից գնդակոծում են ադրբեջանական դիրքերը, Հայաստանի ՊՆ-ն հերքում է ինչպես միշտ։ Ընդհանուր առմամբ, եթե մենք գնահատենք, եթե դուք գնահատեք տարածաշրջանում իրավիճակը, ռազմական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական իրավիճակը, պատերազմի հավանականությունը կգնահատեք այս պահին։ Ես այս պահին 0 եմ համարում այդ պատերազմի բանը, չկա նման վտանգ, ինչ վերաբերում Ադրբեջանը խի այդ հայտարարությունները անում, իրան պաուզա է պետք է խաղաղության պայմանագիր չստորագրելը, դեռ Տրամպի հետ հանդիպում, չգիտեմ, տարբեր խնդիրներ կա, նոր միայն խոսենք ինչ են անում։ Ես գտնում եմ, որ Ադրբեջանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, վիժեցնելու է, ուղղակի հիմի դա ֆունդամենտը դնում է։ Ինչի է վիժեցնում։ Վիժեցման ֆունդամենտը դնում են հանգիստ, իրանց դա ձևն է, դա միշտ եթե ձեռագիրը նայեք Ղարաբաղի խնդրով եւ մնացած բոլոր ամեն անգամ հայկական կողմը սա արեց, հայկական կողմը նա արեց, մենք ու դա պատրաստել է ինքը արել իր խնդիրը, սա մեկ, երկրորդը հայկական կողմի քաղաքական ամբողջ դաշտը, հա, այսօր սենց ասենք, իշխանություն եւ իշխանամետ ուժեր։ Բոլորը հայտարարում են, որ եթե մենք այս փաստաթուղթ չստորագրենք, պատերազմ է։ Վերցրեք նայեք։ Ադրբեջանն էլ դա օգտագործում է հանգիստ, սենց ասենք, վախը բռնում է, ասում դուք Իդեպ շատ հետաքրքիր է այդ հարցում միակարծությունը իշխանության եւ ընդդիմության։ Այդ հարցում իրենք որևէ տարաձայնություն չունեն։ Ես չեմ ասում ունեն, դա համար ասում եմ, դա նրանից է, որ տեսլական չունեն, չեն տեսնում ոնց ստեղծված վիճակում ոնց են դուրս գալիս, ուղղակի ընթացս գնում են էլի ոնց կպատահի։ Իսկ մեր իշխանությունը ինչի է արագացնում այդ գործընթացը խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Մեր իշխանությունը շատ պարզ, իշխանությունը պահելու։ Որ ընտրությունների ներկայացնեն։ Լավ, ինչ է տալիս, եթե սահմանազատում չկա, ճիշտ է, չկա։ Ապա շրջափակում չկա, այս մեկը չկա, բա լավ, ինչի համար եք դա անում, ինչ է տալիս քեզ։ Այսինքն այդ թուղթը ստորագրելով դուք համարում եք, որ Ադրբեջանը ուզում է հարձակվի, եթե այդ թուղթը ստորագրել է, չի հարձակվում։ Բա նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ձեզ ապացույց չէր, որ իրան պետք է նորից արեցեն, ինչ որ արեց։ Ես ասել եմ, մի հազարամյակ եղել է ուժի վրա այս աշխարհը։ Մի հազարամյակ էլ հլա առնվազն լինելու է, մարդկությունը չի զարգացել այն աստիճանի, որ լեզվով իր հետ համաձայնվեն։ Ուժը իրավունք է ծնում, նայեք Ռուսաստան, Ուկրաինա։ Տեսակ, որ ուժը իրավունք է ծնում։ Ապացուցվեց, բա ինչ եք ուզում, Ադրբեջանը ՄԱԿ-ի ամբողջ ռեզոլյուցիա, ձեր պայմանավորվածությունները, որ 3 կետանից մադրիդյան սկզբունք կռիվ չի լինելու, խաղաղ ճանապարհով խնդիրը լուծվելու է։ Ճիշտ է, տարածքային ամբողջականությունը պահպանելով։
Ադրբեջանը ասեց, քանի որ ՄԱԿ-ի ռեզոլյուցիան տարածքային ամբողջականությունը չեք պահպանել, ես ուժով իմ հարցերից լուծել եմ։ Մեկը հելավ այդ OBS-ից կամ գերտերություններից ասի, որ դու իրավունք չունես անես։ Դե իրավունքը պահպանել է այդքան տարի, ոնց պիտի ասեին։ Իրավունքը բաց չի թողել Ադրբեջանը։ Վերջ, դրա համար գոնե դա տեսնելով մենք պետք է հասկանանք ինչ ենք անում, որ այդ ստից թղթերը վերցրած Ադրբեջանին ամեն պատի տակ բռնում եք, ասում եք ստե ստորագրի։ Այդ ցավտարը մաշոք ստորագրելա, հետո ի՞նչ է տալիս ձեզ։ Այս ռետորական հարցով, պարոն Բաբայան, թույլ տվեք մեր այսօրվա զրույցը ավարտել, շատ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Մեր հյուրն Արցախի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը, այսպիսին էին այսօրվա մանրամասները, ձեզ հետ էր Դավիթ Ստեփանյանը, կհանդիպենք։